114 օր առաջ այսօր մենք բոլորովին այլ պատկեր ունենք, 100 օր առաջ ընտրություններից լրիվ այլ պատկեր կարող է լինել, 90 օր առաջ ուրիշ եւ այսպես մենք պետք է փորձենք այդ ամեն ինչին ուժերի չափով եւ դիմակայել եւ հակահարված տալ։ Հետևաբար եկեք մի հատ փորձենք գնահատել իշխանություններից ինչ ակնկալել 114 օր առաջ, 100 օր առաջ, 90 օր առաջ, տեսնելով այն քայլերը, որոնք որ արդեն իսկ իշխանությունները իրականացնում են։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, ողջունում եմ գործընկերներին։ Գիտեք, իմ համար իրականում գայթակղությունը մեծ է հիմա դաշնակցության գաղափարախոսությունը ներկայացնել հիմնադրույթները, բայց այդ գայթակղությանը չեմ տրվի, որովհետև սա հակադաշնակցական արշավ չի խորքի մեջ, սա ինքնության դեմ արշավ է, որի մասն է դաշնակցության դեմ արշավը։ Եթե մենք հակաարցախյան արշավ տեսել ենք, հակաեկեղեցական արշավ տեսել ենք, հակադաշնակցական արշավ ոնց կարող ենք չտեսնել։ Իրականում ամբողջ խնդիրը սա է, որ այո 35 տարվա մեջ առաջին անգամ մենք Հայաստանում պատրաստում ենք ընտրությունների ու պլատֆորմա, եթե դուք նայեք ուժերի մեծ մասը, ովքեր որ հրապարակել են անունից սկսած մինչև սիմվոլներ, տեսնում ենք Արարատի սիմվոլ, տեսնում ենք հայկականության սիմվոլներ, դա անուղղակի եւ ուղղակի պատասխանն է ինքնության դեմ արշավին ու այո, եկել ենք այն վիճակում, որ Հայաստանում խոսում ենք հայկական ինքնության պահպանման անհրաժեշտության մասին։ Այս է այս ընտրությունների առանձնահատկությունը ու դրանով է պայմանավորված նաև լրիվ համաձայն եմ իմ գոլեգայի հետ սոցիոլոգ, այսինքն գոլեգայի հետ, որ իրականում այն եթե միասնությունը մեկ լինելը չի, նույնական լինելը չի, միասնությունը անկյունակարային հարցերում համաձայն լինելն է, ու դա լռելային կա, որովհետև Հայաստանում ջրբաժան է անցկացվել։ Ջրբաժանի մի կողմում ինքնության դեմ պայքարողներն են, մյուս կողմում անկախ տարբերություններից իսկ ընդդիմադիր դաշտը բազմազան ու տարբեր այդ ինքնությունը պաշտպանողները ու կրողները ամենակարևորը մենք ինչ-որ արհեստական բան չենք պաշտպանում մեր ինքնությունը պաշտպանելով մենք ինքներս մեզ ենք պաշտպանում հիմա ինչ-որ ականատես ենք եղել վերջին տարիներին վերջին 2 օրը դրա խտացված տարբերակը այդ ինքնության դեմ արշավի դրսևորումներից մեկն էր որովհետև այո, մենք 35 տարի գիտեք Սփյուռքում ունեցել ենք խնդիր, 35 տարի Սփյուռքում խոսել ենք հայկական ինքնության պահպանությունից, դրա քայլեր ենք ձեռնարկել։ Հիմա մենք հասել ենք այն կետում, որ Հայաստանում ենք դրա մասին մտածում։ Հայաստանում մտածում ենք ոնց դիմագրավենք արշավին ու ոնց պահպանենք։ Դրա համար էլ հայտնվում ենք թիրախում ոնց որ հայ առաքելական եկեղեցին, ոնց որ Արցախահայերը։ Հիմա ինչ կարելի է սպասել այս պարագայում իշխանություններից։ Այս արշավի սաստկացում, ինչ որ մենք տեսնելու, մինչև հունիսի 7-ը մենք բացառապես տեսնելու ենք նմանատիպ արշավների սաստկացում։ Գործիքակազմերը գուցե փոխվեն, նկատի ունեմ կարող է սոցիոլոգիական հարցումները ցույց տան եւ ցույց են տալիս, որ եկեղեցու դեմ արշավը որևէ ընտրական պոզիտիվ բան իրենց չի բերել եւ մենք էլ չտեսնենք ինչ որ գրող մայրաթորի վրա, բայց իրենք ձեր տված քվեն, սիրելի հանրություն, մեկնաբանելու են որպես ինդուլգենցիա, որ կարող են կաթողիկոսի վրա հարձակվել։ Հիշում եք, երբ Գավառաշապատում իրենց թեկնածուն ընտրվեց, ինչ ասեցին։ Ասեցին, սա մեր համար կանանչ լույս է, մեր հակաեկեղեցական ծրագիրը շարունակելու համար։ Ուրեմն, հունիսի 7-ի ընտրությունը իշխանությունը վերածելու է իր համար կանանչ լույսի, այսինքն ուզել ցանկանալու է իր համար կանանչ լույսի վերածել, ինչի համար։ Ոչ միայն հակաեկեղեցական արշավը, ինքնության դեմ արշավը շարունակելու, այլ Ադրբեջանի պահանջները հետագա կատարելու համար։ Այսինքն, արդեն հայտարարվել է Հայաստանում, որ մարտին մենք ունենալու ենք այն նախագիծը, որը Ալիևի պահանջած սահմանադրության նախագիծն է։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ, որ ձեզնից որևէ մեկը քվե տվողներից չի ուզում Ալիևի սահմանադրություն ունենալ, բայց ձեր քվեն այդպես է մեկնաբանվելու։ Ձեր չմասնակցությունը մեկնաբանվելու է, որ կողմ եք դրան հետագային, երբ որ արդյունքները լինեն։ Այսինքն մենք հունիսի 7-ին ինչի առջև ենք կանգնելու։ Ալիևի սահմանադրությունը այո ասելու, թե մերժելու։ Ինքնության դեմ արշավին համաձայնվելու, թե մերժելու։ Այս ընտրության առաջ ենք կանգնելու։ Ու այստեղ է, որ այո Հայաստանում մի ընդդիմադիր ուժ չկա, որ ունի ձայների բացարձակ մեծամասնություն, 50+1 հավաք հնարավորություն չկա, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով մենք այդ վիճակում չենք։ Ուրեմն բոլորս հասկանում ենք, որ համագործակցություն է անհրաժեշտ։ Ինչ որ համագործակցություն, ինչ որ փուլում, դա ինչպիսին կլինի, ցույց
ցույց կտա ընթացքը։